Մենք ինչ ենք ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Կենսաթոշակառուների մասին Նիկոլ Փաշինյանի կողմից արված այս հայտարարությունը դժգոհություն է առաջացրել տարեցների շրջանում։ Մոտ 2 շաբաթ առաջ արված հայտարարությունը թարմ լուրի նման առայցպահ քննարկում ու քննադատում են կենսաթոշակառուները։ 10,000 դրամի համար բան ասա, պատմություն ասա արկել։ 10,000 դրամը մենք կարանք գտնենք ինչի վրա ծախսենք։ Այդ ինքը թող մտածի թե իր փողերը որտեղ է ծախսելու։ Ինչի վրա բանջարեղեն, միրգ, սնդվանը, կատնամթերք։ Հերիքում է գումարը։ Դե տղաս աշխատում, ես այդ ոնց ասում թոշակի հույսին չեմ էլի։ Իմը մենակ առևտուրը մոտելուքի վրա եմ ծախսում էդի, ուրիշ բան չէ։ Ինչքան անիմաստ բան կա ասում է, իր մի ասած, մյուս ասած է չի բռնում։ Այդքան բան։ Ռոպե սպասում ենք եւ պետք է որ տանենք խանութի պարտքերը փակենք։ Ինչ տարիք է 63-ը, 65-ը, 70-ն ու 75-ը, այս տարիքում է կյանքը սկսվում, համոզված է Փաշինյանը։ Նա հորդորում է թոշակառուներին բիզնեսով զբաղվել, փոխարենը հրաժարվում բարձրացնել կենսաթոշակները, պատճառաբանելով, թե անարդյունավետ են ծախսելու գումարը։ Եթե մենակ սնունդ ելնի, ջերուսմա հարց չլնի, ամառը, մի գծի թոշակառուն գնա աշխատի, բայց ով ընդունում թոշակառուին աշխատանքի, չեն ընդունում։ Չէ, իհարկե հերիք չէ, եթե միայնակ թոշակառու լինի, հերիք չէ, այդ հազիվ տունը տաքացնելու համար կծախսի 50,000-ը, բա դեղերին, բանի, չէ, մանավանդ 63 որ անցնում է հիվանդությունները գլուխ են բարձրացնում, դեղերին չի հերիք։ Ձերին կպցնեն, բայց ձմեռը միայնակների համար շատ դժվար է։ Նիկոլ Փաշինյանը ասել է. Դրանում մեթոդ այսօրիկա հերը մանց է, իրա կողմնակից եք թողեք գնաց։ Ասում է թոշակառուները բավականին առույգ են, թող գնան աշխատեն։ Ես դրա բյանս չբացեմ, իրա հերնումները լավ ապրին գերեզմանում, գժական ծնունդ է բերին կացին մեր ժանին արի չխոսանք սիրտս ատեն ննցալծված։ Ես համամիտ եմ միայն մի պայմանով, եթե աշխատանքի տեղ լինի, բայց կա արդյոք 40-ից հետո ոչ մեկին աշխատանքի չեն ընդունում պատճառաբանելով տարիքը, չէ, իհարկե դա սխալ է, եթե աշխատատեղը լինեն, իհարկե։ Չի կարելի, այն որ տարիքը մեծացել է, հա, մարդիկ ավելի աշխուժ են, ես էլ բավական մեծ եմ, բայց երկար ժամանակ աշխատում եմ։ Պետք է թույլ տալ մարդկանց աշխատել, դրա մասին եթե նրա ֆիզիկապես կարող է, պետք է աշխատի, ինչ է։ Կներեք, այն հին ժամանակ էր, մարդ 60 տարեկան էր դառնում, ասում էին վերջ։ Իսկ հիմա արդեն 60-70 մարդիկ բավական լավ աշխատում։ Նման բաներ չի կարելի ասել, եթե թոշակառու է, ուժը պետք որ գնա աշխատի, հետո որ թոշակառուները բոլորն աշխատեն, երիտասարդություն ինչ անի։ Մենք այս բաներ ենք խոսում, որ մեր գիտակցականից դուրս է փաստարեցացում։ 67 տարեկան մարդը որտեղ գնա աշխատի, կամ իրանով աշխատանքի ընդունելու, որ գնա աշխատի։ Անիմաստ բաներ է խոսում, այդքան բան։ Նա հիմարա, թեման փակա։ Այն կենսաթոշակառուները, որոնք զուգահեռաբար նաև աշխատում են, դժվարանում են թվարկել, թե միայն թոշակով ինչ կկարողանային անել, հասցնել։ Միայն թոշակը։ Այո, միայն թոշակը։ Չէ, իհարկե չէ։ Ինչ եք հասցնում թոշակը։ Սահմանափակ որ օգտագործեմ, բայց հիտես քանի որ աշխատում եմ, դեռ այդ մասին ոնց որ չկարողանամ մտածել, բայց եթե չաշխատեմ, աշխատավարձ չտրեմ, բնականաբար շատ սեղմ պետք է ապրեսել, որ բավարարի։ Գիտեք, ես զուգահեռաբար աշխատում եմ, այտենց դժվարություն շատ չեմ զգում։ Ընտանիքն էլ շատ մեծ չի։ Բայց եթե չաշխատեք, մենակ թոշակը, ինչի Այդ մի քիչ դժվար կլինի։ Միայն այդ կոմունալ ծախսերը ձմռան տարիքին, ձմռան սեզոնին հավանաբար կարող է չհերիքեն։ Խնդիրների Գազի հետ կապված էլի, գազի սպառում էլի։ Եթե չես ուզում տաքանաս, բավարարի, բայց եթե ուզում ես նորմալ տաքանաս, հաստատ չի, ինձ չի բավարարի։ Ես ինքս աշխատում եմ նաև, ամենայն դեպս թույլ տվեք շատ չխոսեմ այդ հարցի շուրջ։ Թոշակները բավական պիտի կայուն բարձրացման գտնեն։